Շատ հաճախ ժողովուրդ ջան, մտածում ենք, որ երեխեքը մեր ենթակա գործիքներն են եւ անընդհատ մեր խոսակցականի մեջ, մեր առօրյայի մեջ կարելի ասել, եթե ոչ 100%, գոնե ասենք մի 90-95%-ը մենակ մենք երեխեքին ասում ենք, խելոք մնա, այդ քեզ չի կարելի, դու չես կանեմ, լա ձենդ կտրի, լա դու սուս կաց, լա դու փոքր ես, լա դու պիտի մեծանաս, ու սենց լիքը բաներ։ Բայց իրականության մեջ ժողովուրդ ջան, մենք եթե հասկանանք, թե երեխեն ով է նրան տվել, ինչի համար է տվել, տալու նպատակը որն է, եւ ով պետք է դառնա այդ երեխեն, ինչ պետք է լինի, մենք ուրիշ ձևով կվարվենք մեր երեխեքի հետ։ Մենք ուրիշ ձևով իրանց հետ աշխատանք կտանենք։ Այսօր շատ հաճախ ասում են, այս ինչ գեշ հարս է, այս ինչ վատ տղա է, այս սենց է, այս նենց է, այս մարդ չի, այս մարդ չի եղել։ Այդ բոլորը գալիս է ոչ թե մեծ վիճակից, այլ փոքր ժամանակվանից, երբ որ մարդը չի կարողանում ճիշտ կրթի, ճիշտ դաստիարակի իր երեխուն։ Եվ մի թող Սուրբ Հոգին օգնի, քանի որ այսօր նաև մենք մանկանցայում պետք է անենք։ Այն երեխեքը անցած տարվա ծնված ու այս տարվա, նորից եմ կրկնում, անցած տարվա ծնված ու այս տարվա ծնված երեխեքը, որոնց չենք ընծայել, նրանց առաջ կբերեք, որ նրանց համար աղոթներ անենք։ Ես ուզում եմ, որ ծնողներն այստեղ են հիմնականում, որ լսեն եւ այս խոսքերը իրանց մեջ կյանք դարձնեն։ Այսօր մենք տեսնում ենք ցավոք սրտի շատ երեխեք մեծացել են, այս մարդիկ էլ արդեն հեռու են, էլ ասու այդ գործ չունեն, խեղճ ծնողը լաց հալն ողբում է, բայց կարելի ասել արդեն գնացել պրծել է։ Լա տեսեք Սուրբ գրքից բերեք նայենք հենց ծննդոց առաջի գլխի մեջ, երբ որ մեր Տերը պետքա մարդուն ստեղծեր, հենց ծննդոց առաջի գլխի 26 համարից ասում է Աստված ասեց մեր նմանությամբ ու մեր պատկերով մարդ ստեղծենք։ Եվ տեսնում ենք, որ 27 խոսքի մեջ ասում է եւ Աստված ստեղծեց մարդը իր նման եւ իր պատկերով։ Այնուհետև ժողովուրդ ջան, ընդամենը 4 գլուխ հետո 5-րդ գլխի մեջ ծննդոց 5-րդ գլխի 3-րդ համարի մեջ այսպես ասում ծննդոց 5-րդ գլուխ 3-րդ համար Եվ Ադամը 130 տարի ապրեց եւ իր նմանությամբ ու իր պատկերով որդի ծնեց եւ նրա անունը Սեթ կոչեց։ Ինչ ենք տեսնում ժողովուրդ ջան։ Ասում է Ադամը ապրեց 130 տարի եւ իր նմանությամբ ու իր պատկերով որդի ծնեց։ Ինչ ենք հասկանում սրանից։ Աստված մարդին իր նմանությամբ ստեղծեց եւ մարդն էլ իր նմանությամբ որդի ծնեց։ Այսինքն ինչ ենք հասկանում, որ այդ երեխեն ում նմանությամբ ու պատկերով է ստեղծված։ Եթե ես Աստծո պատկերով եմ ստեղծված, իմ երեխեն էլ իմ պատկերով է, այսինքն ում պատկերով է Աստծո։ Դե լավ բերեք նայենք, ինչքան ենք այդ երեխեքին մենք Աստծո պատկերին մեղա եմ Տեր ջան, բարեր ասում։ Դո չգիտեմ ինչ, ինչքան ենք ասում։ Եվ մենք ում ենք սա ասում, ժողովուրդ ջան։ Ընդհանրապես մենք շատ հաճախ սա խորը չենք հասկանում։ Տերն ասում է, եթե բերանիցդ ասում է գեշ բար դուրս չգա, բայց հիմի դու անպատվում ես այդ մարդին։ Անարգում ես, ում ես անարգեմ, ում ես անպատվեմ, Աստծուն։ Որտեվ մարդը Աստծո պատկերով է ու երեխեն էլ իր ծնողի պատկերով է ստեղծվում, որը որ նաև ով է Աստծո պատկերով է ստեղծած։ Դա համար ժողովուրդ ջան, մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք, որ այդ Աստծո պատկերով ստեղծածի հետ մենք ինչպես ենք վարվում։ Որտեվ մենք շատ հաճախ մտածում ենք դե երեխեք են, չեն սկանում, պուճուր ասա չի ջոգեմ։ Հլա բերեք նայեք, ասենք, որ դու 10 տարեկան ես, 12 տարեկան ես, 13 տարեկան ես, չէիր ջոգեմ։ Չէիր հասկանում։ Բայց դու էլ ես չէ փոքր։ Հիմա ասում ենք, սա երեխա է, չի սկանում, լա սուզ լա ձենդ կտրի։ Հիմիկվա երեխեք ինձանից ու քեզանից շատ են սկանում, ինձանից որ հաստատ շատ։ Հեռախոսը վեր ենք ունում, չենք կարող, մտնում են դուս գալ, ես իմ ինչեր են անում։ Կոմպյուտերներով ինչեր են անում։ Ժողովուրդ ջան, հիշեք, երբ որ մենք անարգում ենք, անպատվում ենք, անվայել խոսքեր ենք ասում, մենք ոչ թե իրանց ենք ասում, այլ ում որ նման են իրանք, իսկ նրանք ում են նման, Տիրոջն են նման։ Իսկ Տերն ասում է, բերանիցը դուս եկած ամեն խոսքի համար պետք է ինչ անես, հաշիվ տաս։ Մյուսը նայեք ժողովուրդ ջան, Աստված մեզ տվել է երեխեք, ինչի համար է մեզ տվել։ Այդ երեխեքին Աստված չի տվել, որ մենք ոնց ուզենանք ապրենք, ինչ ուզենանք անենք, ոնց ուզենանք նրանց հետ վարվենք ու հետո էլ մեզ ենթարկվեն, մենք էլ իրանց
լավը ենք, վադը ենք, մեռնենք ու գնանք, չէ ժողովուրդ ջան։ Աստված այդ երեխեքին մեզ տվել է, որ պետք է մենք մի օր այդ երեխեքին նորից վերադարձնենք իրեն։ Այդ երեխեքը ամանատներ են, որ Աստված մեզ է տվել։ Այդ երեխեքին Աստված տվել է քեզ, եւ ձեզ ասեմ, ով որ Աստված շատ է սիրում, ով որ Աստծուն շատ է սիրում, Աստված նրան շատ երեխեք է տալիս։ Եվ որ նայում ենք ստատիստիկան, ասենք հոգևոր թե աշխարհիկ, թե հոգևոր կյանքի, գիտեք որ աշխարհի ամենաչակերտներով էլ թե հոգևոր, իսկական, թե աշխարհիկ վիճակով ամենախելացի երեխեքը 10, 12, 13, 14, 15-րդ երեխեքն են եղել։ Նույնիսկ Սուրբ Գրքի մեջ բերեք նայենք։ Եվ որ Հակոբը օրհնում է իր երեխեքին, Աստված որ օրհնում է, ամենամեծ օրհնությունը, ամենամեծ զորությունը Աստված ում է տալիս Հովսեփին։ Հովսեփը գիտեք Հակոբի որերորդ երեխեն էր։ 11-րդ տղեն։ Աղջիկ էլ ուներ այնտեղ, տալիս է Դինա, կարող այլի ունենար, այդ մեկը չի, որովհետև ասում այլ աղջիկներ, բաներ ուներ գնացին, բայց 11-րդ տղեն էր։ Հիմի կար ասեր, այ մարդ, ես հերիկա 2-3 հատ ունեմ, հերի, 4-5 հատ ունեմ, հերիկա, բայց 11-րդն էր, ժողովուրդ ջան։ Հադսոն Թեյլորը, որ իրանց ընտանիքի ամբողջ Չինաստանի առաջի մեծ միսիոներն էր, Աստծո մարդ Մարգարետ 13-ներ, թե 14-րդը, Մուդին 12-րդն էր, Սպերջենը 10 քանի երրորդն էր, հզոր Աստծո մարդիկ էին, բայց մենք այսօր ինչ ենք անում, մորթում ենք, սպանում ենք 2-3 հատ ու վերջացավ, չհասկանալով, որ ով պետք է ալի, ով պետք է ծնվի, ինչ պետք է լինի, մենք չգիտենք այս երեխեն, որ մի ծնվել է 5 տարեկան է, 5 տարեկան է, ես չգիտեմ նա վաղը ինչ կարա լինի, նա ինչ կարա անի, ինչ գործ կարա Աստված նրա միջոցով անի, թե ընտանիքի համար, թե երկրի համար, թե ազգի համար, թե աշխարհի համար, թե եկեղեցու համար, դրա համար մենք պիտի հասկանանք, որ այդ երեխեքին Աստված մեզ նվեր է տվել, որ մի օր մեզ պետք է ասի բեր, տվածս ինչ ես արել, հլա նայեք ասենք, ունես մի հատ հարևան, մի հատ լավ մտերիմ հարևան ունես, Հմեզ նոր տարվա օրերին մոդայա դարը, ասենք հարևանդ հավեր ունի, իմ կողքի հարևանը, մի գնացել է քոբուլետի հանգստանալու նոր տարուն, մի 3 օրով գնացել է, աշոտը հավերը տվել է ինձ, բլանիկը ասել արտակ աղբեր, հավերին կեր կտաս, հմի որ ես որպես նորմալ մարդ ժողովուրդ ջան, ամեն առավոտ որ վեկենամ, սկզբից ում հավերին կեր կտամ, իմ թե աշոդի, աշոդի, խի աշոդի հավերին կեր կտամ, գիտեք խի, որովհետև կարող է հանկարծ սոված մի սատկի մինը Համի ասեմ, ես մեղավոր չեմ աշոդը մտածի, կարող է մտածի, չի ասի իմ ինքեր չի տվե, իրան ատվե, այդ ամանաթին մենք ինչ ենք անում, լավ ենք պահամ, հենց որ տերը գալիս առախպեր, արկու տվածը, շո պրծանք, չէ, հմի ժողովուրդ ջան, այդ երեխեք ամանաթ են, Աստված մեզ տվել է, որ իրան պտի տանք, մենք պետք է այդ երեխեքին իրան տանք, հմի որպեսզի այդ երեխեքին մենք իրան տանք, Որտեղ պետք է այդ երեխեքին մենք պահենք, ոնց պետք է կրթենք, ոնց դաստիարակենք, որ այդ երեխեքը հասցնենք իրան։ Գիտեք աշխարհի մեջ ժողովուրդ ջան, շատ ինստիտուտներ կա, համալսարաններ կա, սա աշխարհը ցածր միջին դարերից սկսած սա եղել է, այն առաջի դարերից սկսած։ Մարդիկ ասենք, մի բան դառնալու համար հատուկ ինստիտուտներ, համալսարաններ են ստեղծել։ Օրինակ, եթե մեկ ուզում է լավ ուսուցիչ դառնա, մանկավարժական համալսարան պետք է սովորի, մեկ ուզում է լավ զինվորական դառնա, զինվորականների համար համալսարաններ կա, բժիշկ ես դառնեմ, չգիտեմ, քաղաքական գործիչ ես դառնեմ, ինչ ուզում ես հատուկ սովորելու տեղեր կա, որ մարդիկ տարիներով ինչ են անում, սովորում են, որպեսզի այդ մասնագիտությունը ունենան։ Ժողովուրդ ջան, երկինք գնալու համար էլ մի հատ ինստիտուտ կա։ Ընդամենը մի ինստիտուտ կա։ Հիմա եթե դու մանկավարժական ինստիտուտ չես վերջացել, դու չես կարող ուսուցիչ աշխատես։ Եթե դու ասենք զինվորական համալսարան չես վերջացել, դու չես կարող մեծ հրամանատար դառնաս։ Եթե դու բժշկական չես վերջացել, դու չես կարող բժիշկ աշխատես։ Այդպես էլ երկինք գնալու համար մի ինստիտուտ կա։ Այդ ինստիտուտը գիտեք որն է, եկեղեցին է Քրիստոսի։ Որովհետև եկեղեցու մեջ է, որ մարդիկ երկրորդ անգամ ծնունդ են ունենում։ Այս բոլոր ինստիտուտները, համալսարանները երկրավոր կյանքի համար են։ Այս մարդկեքին կրթում են, դաստիարակում են այս աշխարհի համար։ Կարող է շատ լավ բժիշկ է, շատ լավ, ասենք, մասնագետ է, շատ լավ, ասենք, հրամանատար է, բայց երբ որ նա մեռավ այս մարդը ֆիզիկապես, նրա լավը վերջացավ։ Իս երկինք գնալու համար մեզ պետք է նոր ինստիտուտ, վերստին ծնվելու ինստիտուտ։ Եվ այդ ինստիտուտը Սուրբ Գիրքը հիշեցնում է։ Հիշում եք, Նիկոդեմոսը եկավ Տեր Հիսուսի մոտ գիշերը։ Եվ Տեր Հիսուսը Նիկոդեմոսին պատվեր տվեց, ասեց քեզ պետք է վերստին ծնվես։
Այս մարդը զարմացավ, ոնց ծնվեմ ասավ, ես 75 տարեկան եմ, իմ մերը վաղուց մահացել է, փթել է, հող է, ես ոնց կարամ գնամ նրա որովայնը մտնեմ ու նորից ծնվեմ, Տեր Հիսուսն ասեց, մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է, համար ժողովուրդ ջան, մենք պետք է վերստին ծնունդ ունենանք, եւ ասեց, ով որ վերստին չծնվի, երկնքի արքայություն չի տեսնելու, չի մտնելու, այս երեխեքը, որպեսզի երկինք հասնեն, նրանք պետք է վերստին ծնունդ ունենան, իսկ այդ վերստին ծնունդը տեղի ունենան միայն եկեղեցու մեջ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս նա չի գալու անհատի հետևից, նա գալիս է եկեղեցու իր հարսի հետևից, այսօր սատանան այնպիսի աշխատանք է տանում, որպեսզի մարդիկ եկեղեցի չգնան, եւ ինչ անում, դե ասմարեն արտակը չի հավատացյալ, այն մարդը լա տես գնամ նրա նմանը լեմ, հա ճիշտ ասում սատանան, արտակը լիքը սխալներ ունի, բայց սատանան չի ուզում, որ դու եկեղեցի գնաս, ոչ թե որ արտակը սխալներ ունի, այլ որ դու փրկության չգնաս, որտեվ Տեր Հիսուս պետք է գա իր հարսի հետևից, իսկ իր հարսը գտնվում է իր եկեղեցու մեջ, ժողովուրդ ջան։ Դրա համար Աստված շատ կարևորություն է տալիս, որ մենք մեր երեխեքին բերենք Աստծո տուն, որ մեր երեխեքը Աստծո տան մեջ մեծանան։ Սաղմոսերքույի մեջ ասում է մեր աղջիկներն ու տղաները ասում է թագավորի պալատի մեջ մեծանան, ժողովուրդ ջան։ Եվ լա նայեք, Ելից 34-րդ գլխի 23 համարի մեջ, Ելից 34-23 համարի մեջ, Աստված 23, 24, 25 համարների մեջ պատվեր էր տալիս։ Ասում է որտեղ որ ուզում լինես աշխարհի որ մասում, տարին 3 անգամ քու բոլոր արուները բոլորը տարին 3 անգամ գան Երուսաղեմ։ Գիտեք, երեք գիշերն եկա առավոտյան, ասենք 5 ժամում 4 ժամ քանի րոպեմ, ես իմ քանի հազար կիլոմետր թռա եկա։ Ասենք դա ինչ է, մի քանի րոպեվա, մի քանի ժամվա գործ է, բայց հլա պատկերացրեք, որ այդքանը ոտով գնայինք։ Քանի ժամ էր պետք։ Իսկ այս ժամանակ, որ Տերը պատվեր տալիս էր, ինքնաթիռներ չկար, ասենք մեքենաներ չկար, շատ ամենաշատը մարդիկ ձիով գնային, ուխտերով գնային կամ սայլակներով։ Դե մի պատկերացրեք նավով, ասենք, դե անապատի մեջ նավով ինչով դի գնային։ Հիմի Հայաստանում ինչքան հրյաներ են ապրում, ու աշխարհի սաղցերից, ուր որ գնացած են, այդ հրյաները պետք է տարին 3 անգամ գնային։ Ինչու համար պետք է գնային Երուսաղեմ։ Որովհետև Երուսաղեմը մեր Տիրոջ տաճարը, եւ Տիրոջ ներկայությունը Երուսաղեմի մեջ էր։ Հիշում եք, եւ որ Սողոմոնը տաճարը կառուցեց, վերջացրեց, տեսնում ենք, որ Սուրբ Հոգին Աստծո ներկայությունը ամպի պես իջավ։ Երբ որ իջավ ամպի պես, ինչ տեղ ունեցավ, հիշում եք, քանաները փախան։ Եվ առաջի զոհ երկնքից կրակ իջավ ու վառեց, Աստծո ներկայությունն այնտեղ էր։ Ժողովուրդ ջան, այն ինչ որ Աստված անում է եկեղեցու մեջ, անհատների կյանքի մեջ չի անում։ Աստված զարհուրելի է սուրբերի խորանի մեջ։ Դրա համար, եթե ուզում ես, որ քո երեխեքը հոգևոր աճեն, կրթեն, դաստիարակվեն, դու իրանց պետք է Աստծո տուն բերես։ Այդ երեխեքը պետք է Աստծո տան մեջ մնան, միայն վերստին ծնունդ, միայն երկին գնալու ճանապարհը եկեղեցու մեջ է եւ Աստծո ժողովրդի հոգու ներկայության մեջ է։ Ինչի համար Աստված ուզում, որ մեր երեխեքը ժողովուրդ ջան, մեզ հետ գան, աճեն, մրցանան, որովհետեւ այդ երեխեքը մեր փոխարինողներն իրանք են։ Ուզես թե չուզես, քեզանից հետո նա պետք է քեզ փոխարինի։ Եվ ինչ մարդ պետք է լինի, դա կախված է քեզանից։ Ինչ երեխա պետք է լինի, կախված է քեզանից։ Որտեւ իրանք են մեր փոխարինողները։ Լա նայեք Աստված, երբ որ Եգիպտոսից անեց Իսրայելին, եւ մեծ ժողովուրդը Իսրայելի 20 տարեկանից բարձրերը տրտնջացին, մրմնջացին, չմտան Քանանի երկիր։ Եվ Տեր ասավ, դուք չեք մտնելու, ձեր ժառանգներն են մտնելու։ Եվ Հեսուի գրքի մեջ, երբ որ կարդում ենք 5-րդ գլխի 7 համարի մեջ, Հեսուի 5-7-ի մեջ ասում է, եւ վերցրեց Հեսուն ու նրանց ժառանգներին ինչ արեց, թլպատեց։ Այսինքն նրանք, որոնք պետք է մտնեին խոստացած երկիրը։ Եվ երկրորդ թագավորաց 7-րդ գլխի 12 համարի մեջ, երբ որ Տերը Դավիթի հետ խոսեց, ասավ, քու ժառանգը պետք է քեզ հետնորդ լինի։ Քու ժառանգով պիտի տանեմ, այն խոստումը քու ժառանգի միջոցով պիտի անեմ։ Մենք բոլորս էլ գիտենք, ժողովուրդ ջան, որ մեր երեխեքը մեր իշտ են, մեր հետնորդներն են։ Այսինքն մենք ինչ որ ունենք, մենք ում ենք թողում։ Թե հետները շլագում տանում ենք։ Իմ հետը չտարա ոչ մի բան։ Ես էլ չեմ տանելու։ Ում ծնողները գնացել են, նրանք էլ ոչինչ չեն տարել։ Բա ինչ են արել, թողել են ում իրանց երեխեքին։ Հիմա քեզ փոխարինողը քո երեխեն է։
Ինչ փոխարինող ես քեզ թողնում։ Քեզանից հետո ինչպիսի է զավակ ես դու թողնում։ Սա կախված է քեզանից։ Եթե դու Աստծո հետ ապրող մարդ ես, ճիշտ հոգևոր կրթե դաստիարակել ես, հանգիստ կարաս գլուխդ դնես։ Բայց այսօր եթե քո երեխեն լավ վիճակի մեջ չի, այսօր եթե քո երեխուն դու լավ չես կրթում, չես դաստիարակում, այդ երեխու ապագան կործանված է, ժողովուրդ ջան։ Այսօր որ մենք ստեղ նստած ենք, դուք չմտածեք, որ մենք լավն ենք ելե դրամար ենք եկել, չէ։ Վստահ ես համոզված եմ, որ մեր անցյալների նախնիների մեջ եղել են մարդիկ, որոնք որ Աստծուն սիրել են, որոնք որ Աստծուն պաշտել են, եւ Աստված նրանց սիրո համար մեզ ողորմություն արել, որովհետեւ Տերն ասում է, եթե դու իմ առջև քայլես, արդարությամբ, ուղղությամբ, մինչև քո 1000 սերունդը պետք է ինչ անեմ, օրհնեմ։ Ես չգիտեմ իմ անցյալների մեջ ով ա եղել, որ Աստծուն սիրել է, որ Աստծու հետ քայլել է, որ Աստված ինձ ողորմացել է։ Դրա համար դու էլ ուղիղ քայլի Աստծո առաջ, որ քո սերունդը ժառանգություն ստանա։ Ես նորից Սուրբ Գրքից հիշեցնեմ, չասեք ինձ Իրանից ասեմ։ Եվ որ կարդում ենք Եբրայեցիս 7-րդ գլուխը, սա պատմությունն է, երբ որ Աբրահամը եկավ պատերազմից, ազատեց գերությունից, Ղովտին եւ ժողովրդին, ասում նա եկավ նրան Մելքիսեդեկը դիմավորելու դուրս եկավ։ Եվ ասում ամեն ինչից Մելքիսեդեկին ինչ տվեց, 10-րդ տվեց։ Երբ որ 10-րդ տվեց, ասում քանի որ Ղևին էլ նրա երանքի մեջ էր, օրհնություն ժառանգեց։ Ղևին Աբրահամի թոռի տղեն էր։ Լա դեռ Աբրահամը երեխա չուներ, լա Իսահակը չէր ծնվել։ Լա Իսահակը չէր ծնվել, Աբրահամը երեխա չուներ, պատկերացրեք դեռինք երեխա չուներ, բայց իրա ծոռը թոռի երեխեն իրա տալով օրհնվեց։ Դրա համար ժողովուրդ ջան, երեխեքը մեզ փոխարինողներն են։ Ինչ ծերունդ ենք մենք մեզանից հետո թողնեմ։ Ես չեմ ուզում երկարացնեմ, այս տոնական օրը արագացնեմ առաջ անցնենք։ Եվ 4-րդը ժողովուրդ ջան, մենք պետք է մեր երեխեքին խրատենք։ Մենք պետք է մեր երեխեքին կրթենք։ Գիտեք, Սուրբ Գիրքը ասում ամեն խրատ հեզնույն ժամանակին դժվար ալեմ, տրտմություն ա բերեմ, ցավ ալեմ, նեղվում են, վիրավորվում են, մանավանդ թմիկվա ջահելությունը, բայց մենք պետք է խրատենք։ Հələ նայեք առակած գիրքը մի քանի համարներ պիտի կարդամ մեզ բոլորիս համար։ Առակած 3-րդ գլուխ 12 համարից 3-րդ գլուխ 12 համար։ Որովհետև Տերը, որին որ սիրում է, հանդիմանում է, եւ ինչպես մի հայր, որ իր որդուն սիրում է։ Ասում է Տերը, որին որ սիրում է, հանդիմանում է, ինչպես մի հայր, որ իր որդուն ինչ անում, սիրում է։ Գիտեք, ամիկվա որդիները չեն սիրում, որ իրանց հանդիմանում են, նեղվում են, վիրավորվում են, բայց սկզբից Սուրբ Գիրքը ասում է դժվար անում, բայց իդ քնանով վարժվածները բժշկություն են գտնում։ Դա համար մենք պետք է, եթե սիրում ենք մեր երեխեքին, մենք պետք է դաստիարակենք, ժողովուրդ ջան։ Մյուսը Առակաց 13:24, Առակաց 13:24, տեսեք ինչ ասում մեզ բոլորիս։ 13:24 Գավազանը խնայողը ատում է իր որդուն, բայց նրան սիրողը կանուխ կխրատի նրան։ Գավազանը խնայողը ատում է իր որդուն։ Գավազանը գիտեք որն է։ Թեկուզ ծեծելը, թեկուզ իշխանություն բանացնելը։ Ասում է գավազանը խնայող իր որդուն ատում է։ Այսօր շատ մարդիկ կան, վախում են, որ ճշմարտություն ասեն։ Վախում են, որ աղջկան ասեն, աղջիկ ջան, ես ինչ ճամփի մեջ ես ապրում, նրա բերած փողն է չվեր ունեն։ Վախում են, որ տեղեքը կեղտոտ ծուր ճանապարհներով են, փող են բերեմ։ Վախում են, որ ասեն, սա կեղտոտ է, սա հարամ է, չվեր ունեն։ Ոչինչ, դե երեխա է, դե ոչինչ։ Աղոթում է, հա, մեկ էլ արտակ աղբորը տել է, մի հատ էլ պատիվա տվե, գալիս է, արտակ աղբորը տա, մի հատ մարոժնի առա, օ, երեխես փրկվեց, չէ, ժողովուրդ ջան։ Գավազանը մեկ խնայի։ Եթե խնայում ես, դու ատում ես քո երեխուն, դու չես սիրում։ Որտեւ Սուրբ Գիրքը ասում է հայտնի հանդիմանությունը ծածուկ սիրուց ինչ է, աղեկ է։ Դու հանդիմանի, թող նեղանա երեխեդ, թող վիրավորվի քեզանից, թող ցավա, բայց հետո երբ որ կրթվեց, երբ որ Սուրբ Հոգին ցույց տվեց, երբ որ կյանքի ընթացք իրան շտկեց, այն ժամանակ դու ուրախանա, որ քո նման ծնող ունեցե։ Մյուսը տեսեք ինչ ասում, Առակաց 23-ի մեջ, Առակաց 23:24 23:24 Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծա, իմաստուն ծնողը նրանով պիտի ուրախանա։ Արդարի հայրը ասում անշուշտ պիտի ցնծա։ Եվ որ քո երեխեն արդարության շավիղների մեջ է քայլում, դու պիտի ուրախանաս։ Այսօր ինչքան ծնողներ կան, ձեր շրջապատի մեջ կարող է լինեն, ոչ թե կարող է հաստատ կան,
ահի մեջ, վախի մեջ, սարսափի մեջ, տագնապի մեջ, վայ, տղեն ուշացավ, արա կռիվարած չլի, վայ խմած չլի, վայ ծեծ ու ջարդարած չլի, վայ ուռած չլի, վայ մլիցանգած չլի, բայց փառք Հիսուսին։ Եվ որ քու երեխեն արդարության շավիղների մեջ է, դու հանգիստ ես դրանից։ Ոչ մլիցենա գալի քու դուրը կտրեմ, ոչ նարկամաննա քու դուրը կտրեմ, ոչ ամբարոյություննա քու դուրը կտրեմ։ Ինչի՞, որտեղ դու նան կրթել ես արդարության շավիղների մեջ քայլելու։ Դաստիարակենք մեր երեխեքին, ժողովուրդ ջան, մենք ինքներս է դաստիարակվելով։ Մյուսը 29-րդ գլխի մեջ, Առակաց 29-րդ գլխի 17 համարը տեսեք ինչ ասում։ 29:17 Խրատիր որդիդ, եւ նա քեզ կհանգստացնե, եւ սուփանք պատճառի քո օգուն։ Խրատիր որդիդ, եւ նա քեզ ինչ կանի, կհանգստացնե։ Այսօր ինչքան ծնողներ կան, որ անհանգիստ են։ Մենք լսում ենք, տեսնում ենք, երեխեքն են ծնողներին ծեծեմ, ջարդեմ, դուս գցեմ, սպանեմ։ Ինչի՞, որտեվ այդ երեխեն եթե ճիշտ դաստիարակվեր, եթե այդ երեխեն ճիշտ կրթվեր, ճիշտ դաստիարակվեր, այդ երեխեն դրան չէր հասնի։ Ասում է, ինչի համար է մեզ պետք, ժողովուրդ ջան, մենք հասկանանք, գիտակցենք, որ մեր երեխեքին ճիշտ դաստիարակենք։ Ոչինչ, թող նեղանան։ 1000 ներողություն եմ խնդրեմ, 1000 ներողություն մի հատ աշխարհի խոսք կար, եւ որ մեծերը խոսում էին, որ լաց էին կլում, տաց ասում էր, ոչինչ, աշկերիս ուզում են չի պակսի, թող լացը լի։ Ոչինչ, երեխա է, թող լացը լի։ Ավելի լավ է, թող երեխեն լացը լի, իմ վրա, քան թե ես երեխուս վրա լացել եմ։ Այսօր ինչքան ծնողներ կան, իրանք են լացում իրանց երեխեքի վրա։ Սաղ լաց են ելեմ, նրանց հանցավոր կյանքի, սխալ կյանքի, ընկած կյանքի համար, երիտասարդ մահանալու համար, ու լիք էսպիսի բաների համար։ Դա համար ժողովուրդ ջան, կրթեք ձեր երեխեքին, Աստծո խոսքով առաջնորդեք, որ նրանք երբ որ մեծանան, ձեզ համար հանգստություն լի, խաղաղություն լի, հանգիստ գտնեք։ Մյուսը ժողովուրդ ջան, մենք վերջի կետը, որի մասին ուզում եմ խոսենք, մենք օրինակ ենք մեր երեխեքին։ Դու օրինակ ես քո երեխուն, ուզես թե չուզես։ Ընդունես չընդունես, մենք օրինակ ենք, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ տարիներ առաջ Ուսահոգի Արտոյի հետ, որ Ամերիկա ենք, ես կարող եմ պատմած, ոչ թե կարող եմ պատմած կլեմ, ովքեր գիտեն ձանձրույթ չլի կրկնեմ, սա ասավարտակ ջան, արի մի տեղ գնանք այցելության։ Եվ որ գնացինք, ասավ, այս մի հատ պոնչո տղա էր, ասավ, այս պոնչոին տենը մեզ մի 7-8 տարեկան տղա էր։ Մեկ էլ այնտեղ կեսուրներ, հարցներ, ասավ, տես այս պոնչոին, ասավ, տես, էսա դուզ գանք մի բան պիտի պատմեմ։ Վերջը սրանց տանից, որ դուրս եկանք, ասավ, այն երեխուն տենը մեզ, տեսար, ասեցի, հա։ Ասում այս տատ է կեսուրը, անընդհատ հարսին չանչար է սենց։ Հեչ անում եք տատ էր, թե չէ, պարավներն անում են, չգիտեմ, մի անում են, թե չէ։ Հմի մեծ եմ չեմ տենում, կարող ալի թաքուն անեն։ Վերջը ես թորը տենում, որ տատը մորը սենց անեմ, այդ երեխու ասում տատ, այդ ինչ ես մամային սենց անեմ, էլի ձեռով։ Ասում Ազիզ ջան, մորդ 5 եմ նշանակեմ։ Ասում այ տատ, մաման քեզանից լավն է, թեխի, ասում նա միշտ քեզ 10 նշանակեմ։ Մենք ծիծաղում ենք, բայց իրական դեպք ժողովուրդ ջան, դա իրական փաստ է, իրականություն է։ Այսինքն էս տատը, որ հարսին արել է, հենց գիտի չի տենում, բայց երեխեն տեհել է։ Մենք այն հարսն է, որ տատին արել, դե տատը չի տենեմ, բայց երեխեն տենում է։ Ժողովուրդ ջան, մենք օրինակ ենք մեր երեխեքին։ Դու օրինակ ես քո երեխուն։ Ինչ օրինակ ես դու քո երեխուն։ Դու ինչ օրինակ ես քո տղին, ինչ օրինակ ես քո աղջկան։ Մենք շատ ժամանակ ասում ենք սրանք երեխեք են, չեն հասկանում։ Լավ էլ երեխեք են, լավ էլ շրջապատ ունեն, լավ էլ հնգերություն ունեն, լավ էլ իրանք ճանաչում են։ Հիմա երբ որ կայնում է, այն դիմացինը ինչ ասում։ Այսօր ցավոք սրտի շատերն ասում են, «Այն ալկաշի տղեն գնաց, կամ այն գողի տղեն գնաց, կամ այն ամբարոյի տղեն գնաց, կամ սրա աղջիկը գնաց»։ Ինչ օրինակ եմ ես թողում իմ երեխու համար, ժողովուրդ ջան։ Ինչքանով է իմ երեխեն ուրախանում, ինձանով պարծենեմ։ Ես մի հատ կենթանի դեպք եմ ասում, իմ հետ պատահած։ Ինձ հետ մի հատ անձնավորություն կար, միտեղ գնացինք։ Շատ լավ մարդ էր այս մարդը, բայց իր ծնողները անհաջող անպետ մարդիկ էին եղել աշխարհի կյանքի մեջ։ Երբ որ հարցնում են, թե ով ում տղեն է, ինչ է, այս խեղճ տղեն ամոթ էր անում, որ գլուխը բարձրացնի, որ ասի ես այս մարդի տղեն եմ։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Ինչ օրինակ ենք մենք, հլա տեսեք, դա Սուրբ Գիրքն ասում։ Առակաց 20-րդ գլուխ 7 համար տեսեք ինչ ասում։ Առակաց 20 7 համար։
Ով որ իր ուղղությունում գնում է արդար է, Երանի նրանից հետո նրա որդկանց է։ Ասում ով որ իր ուղղությունում գնում է արդար է, Երանի նրանից հետո ում։ Ում ասում Երանի։ Նա որդկանց է, ժողովուրդ ջան։ Ուզում ես քու ժառանգությունը երանություն վայելի, արդարությամբ քայլ, ուղղությամբ գնա։ Նույն առակած 17-րդ գլխի 6 համարը տեսեք ինչ ասում։ Առակած 17:6 Ծերերի պսակը որդկանց որդքիկն են եւ որդկանց պարծանք իրանց հայրերը։ Ծերերի պսակը որդկանց որդքիկն են։ Գիտեք, էս էլ Աստվածանից պատիվ, որ մարդը ապրի, մեծանա, երեխեք ունենա, թորներին տեսնի, բայց այսօր շատերը մազերը բան ներգմեն, վայ, պարավել ենք, արա դա երանությունը Աստծուց այդ մազերը սպիտակլել է։ Ամեն մարդ հո չի կարա թոր ունենա, թորը երես տենա։ Փառք Աստծո, որ Աստված ինձ կյանք ա տվել, թորներից տենում եմ։ Աստված տա, եթե կյանք ունենամ, թորից երեխուն էլ տենամ։ Դա օրհնություն է, դա Աստվածանից պարգև է։ Եվ ասում է, նորից եմ կարդում, ինչ ասում է, տեսեք, ծերերի պսակը որդկանց որդիկն են։ Այսինքն, եթե դու որդկանց որդիկ ունես, դա պսակ է քո համար, որ Աստված քեզ շնորհել է, որ սենց բալեք ունենաս ու տեսնես։ Եվ շարունակությունը եւ որդկանց պարծանքը իրանց հայրերը։ Ես փոքր էի, իմ հերից մի անգամ մի բան ասավ։ Ասավ տղա ջան, ես իմ սաղ կյանքը աշխատել եմ, հենց ապրեմ, որ դուք իմ խաթրու գլուխներդ կախման չկաք։ Ու դա իմ սրտի մեջ մնաց։ Իմ հերը չէր ապաշխարում, բայց իմաստուն մարդ էր։ Թեկուզ վերջեմ տիրոջ կտավ գնաց Տերը ողորմած իրան։ Ես իմ տղեկին ասել եմ ու ասում եմ ու աշխատում եմ, ես էլ հենց ապրեմ, որ ինձանից հետո կամ իմ ներկա կենթանի եղած ժամանակ իմ երեխեք իրանց գլուխները ամոթությունին կաղճանեն։ Այդ երեխեքին Աստված տվել է, որ հասցնես տեղ։ Դրա համար դու հիշի, դու քո երեխու պարծանքն ես։ Ինչքան լավ մեր եղար, Երանի քեզ։ Ինչքան լավ հեր եղար, Երանի քեզ։ Ինչքան օրհնյալ մարդ եղար, Երանի քեզ, Երանի քո սերնդին։ Դրա համար ջանք արեք, ծնողներ, հնենց օրինակ ըլեք, որ ձեր երեխեք օրինակ վերցնեն։ Հիմի երեխեն աղջիկ երեխա է, Սոֆուլս 10 քանի տարեկան։ Հիմի որ Սվետն էլա գնեմ Ենոքիս տուն, Էլմիրան էլա գնեմ Ենոքիս տուն։ Հիմի որ Սոֆան տենա որ Սվետին Մարիամ բերեմա, ինչ ունի հարգն պատվում դնումա, Էլմիրան գնումա հենց այնը մի հատ կոֆի դնի, ճամփու դնի։ Ինքը հա մամ ջան, էս երեխեն տենումա թե չէ։ Հա ժողովուրդ ջան։ Եվ որ տեավ դին սովորի մորից։ Էնեն ինքը պիտի անի։ Բայց եթե տենումա որ երեխեն սիրումա, հարգումա, ինքն էլ ինչ պետք է անի։ Պետք է սիրի հարգի ժողովուրդ ջան։ Այսօր ինչքան ընտանիքներ երեխեք քանդվել են, ինչքան երեխեք մեծանում են 12-13 տարեկան եկեղեցու մեջ են, մեկ քիչ մեծացան Կորան գնացին աշխարհում, սյոն հավատի մարտի դեսուդեն, գիտեք ինչի, ժողովուրդ ջան, որովհետև վատ օրինակ են եղել ծնողներ երեխեքին։ Դատել են, բամբասել են, չարախոսել են, անհավատներից, բարեկամներից, հավատացյալներից, սրանից, նրանից, այս եղբորից, այն քուրիկից, եկեղեցից, այս երեխեն լսում է։ Ինչ որ լսում է, այդ ինֆորմացիան ինչ անում ինքը, ընդունում է։ Եվ ընդունածը իր մեջ ինչ է դարձնում, կիրառում է։ Ես հիշում եմ, իմ մերը քվորս ծեծը մեր Նարենին։ Մարոյին այդքան չէր, Նարին ծեծը մեր։ Խի, վերերնը որ մի հատ կոճակ չեր կամ ծեծը մեր ասում էր, սենց կարի, ասեղը սենց թելի։ Հիմիկվա մերերն ասում են թող մարդը տանի, դու գնաք հիմա ոտ այդ գծի մարդը կանի։ Հիմիկվա մերերն էդ են աղջիկին սովորացնում։ Բայց լավ մերը իր երեխուն սովորացնում է ավլելել, էփելել, թափելել, դնելել, ինչի մար, օրեկուց այդ երեխեն երբ որ ընտանիք կազմի ու շունչ չտան, այլ ասեն հալալի, քեզ հալալի քու կերածը։ Համար ժողովուրդ ջան, քո երեխեն այսօր դու կարաս քո երեխու պարծանքը լինես եւ կարաս քո երեխու անեծքը լինես։ Հիմա որ մենք պետք է այս ծնողներին առաջ կանչենք երեխեքի հետ աղոտ քանելու, իմ հորդորն ու խնդրանքն է։ Նաև ստեղ միջին տարիքի քույրեր կան, եղբայրներ կան, հասկացեք, երեխեն ժողովուրդ ջան, Աստծո պատկերով ա տված։ Եվ դա Աստծո ամանատն է, որ Աստված ժամանակավոր քեզ ա տվել այդ երեխեքիդ, որ այդ երեխեքին Աստծո տուն տանես, կրթես, Աստծո տան մեջ մեծացնես, որ նրանք մեր տեղը պետք է լինեն, քու փոխարինողը ինքը պետք է լինի, որ իրան Աստծո վախով սովորացնես, որ ինքը կարողանա զանազանի,
թեկուզ կրթես, թեկուզ դաստիարակես սխալի համար, զորացնես, որ ինքը կարողանա հոգևոր աճի մեծանա, որ քու տեղը կանգնելուց հետո հանգիստ խիղճը տաշկերդ փագես։ Գիտենաս, որ մեկը կա, որ դու կարողացել ես հենց դաստիարակես Աստծո հոգով, որ այդ մարդը կյանքի մեջ բիտանի ու հաճելի կլինի, թե ընտանիքին, թե հարազատներին, թե բարեկամներին, թե ամենին։ Իսկ դրա համար ժողովուրդ ջան, դու պետքա, ես պետքա ինչ լինեմ, օրինակ լինեմ։ Մենք պետքա օրինակ լինենք։ Ես բազում անգամ եմ կրկնել ու նորից ասում փառք եմ տալի, որ այսօր ես կայնած եմ, իմ մոր կյանքն այն ստիպել, որ ես փոխվեմ ու ապաշխարեմ։ Իրա կյանքն այն ստիպել։ Իր ապրած կյանքը ինձ ստիպել է, որ ես դառնամ հոգևոր։ Որովհետև երբ որ մի հատ հարամ բան էի անում, մի հատ անհամ բան էի անում, ինքը չէր ընդունում, ինքը ինձ հանդիմանում էր։ Մինչև այսօր էլ իմ ամենամեծ խարտոցը իմ մերն է ու փառք Տիրոջը դրա համար։ Ու ամեն օր գրեթե ասում եմ, Տեր, մորս կյանք դու թող ապրի։ Թող ապրի ինձ լավ հանդիմանի։ Ժողովուրդ ջան, դուք օրինակ եք ձեր երեխեքին։ Լամար հիշեք, այդ երեխեն նրա համար չի, որ մենակ ասես, հաց բեր, ջուր բեր, փողս դու ես տարեն արա։ Այդ չէ, դրա համար չի։ Հիշեք առաջին այդ երեխեն ասումն է։ Աստված քեզ վստահել է, որ իրան պահես, մեծացնես, վերջում է որ կայնես Տիրոջ առաջ Տերը պիտի ասի արի արտակ։ Պիտի ասի քեզ 5 հատ տվել եմ, ինչ ես արել։ Որ կայնամ ասեմ, Տեր 5 հատ տվել ես, Աստված տա Դավիթ ու Հոսեփսի ամուսնանան 2 հատերնան, բերեն։ Երեխեք ունենան, եթե Աստված կյանք տա, ասեմ Տեր 5 հատ տվել ես, հրես 5 հատ էլ շահել եմ, 4 հատ աղջիկ ավելացրել եմ, մի հատ է փեսա, այս դառան 10-ը, այս առայժմ 10 թորեն, հա մի 10-ն էլ տվել ես Տեր ջան, 10 հատ երեխեքս են, 20 հատ թորներս են, քանի հատ տվել ես, 5 հատ տվել ես, 25 հատ բերել եմ Տեր ջան։ Ասի արի անպիտան, մտեն հանգիստը, որ պատրաստել եմ ում մար, քեզ մար։ Թող Տերը փառավորվի, ժողովուրդ ջան։ Թող Տերը օրհնի, Տերը զորացնի։ Հիշեք, երեխեն նա չի, որ մենք մի հատ բան էլ պատմեմ ու առաջ կան կաղոթենք։ Երբ որ մի անգամ տարիներ առաջ խոսում էի, Ենոքս ասավ, այ պապասավ, հենց խոսում ես հետներս ոնց որ այն չորփա երեխեք լակոտները լենք, ասի շուտ մեծացար տղա ջան։ Վերջը, անցկացավ մի քանի օր ժողովուրդ ջան։ Արմանած մոտի այդ փողոցով գալիս եմ այդ Դեմերճյան փողոցի։ Մեկ էլ այնտեղ սվետաֆոր կա, Խաշմերուկ ասենց, մեկ էլ դեմս մի բան ընկավ, մարդ ընկավ, փախցրեցի, տակն էի գցեմ, կարմիր էր դեմս։ Անցկացային այն մի մայթը բանը մտա այն հանդիպակաց գոտի։ Այն մի ավտոն էլ եկավ այն մեկին էր տալի, զորով ճռռալ է, փախայով տնելս է կպան իրան։ Գնացի կարմրի տակով են տաքսապարկ են քթմը չասած բենզակալոնք են պրռմլից են կայնացրեց։ Հարասես որդյան դուս եկավ, ես ու էլ միրան ենք։ Հետա կայնացրեց, կայնեցի եկավ մի հատ լեյտենանտ էր ավակ, տես ու Ճեսինչյան ասի Վարորդ Խաչատրյան, թե հոպար ջան, փաստաթղթերը տվի, բասա հասկացար ինչ արի, ասի հա տղա ջան, խախտում եմ, ասա մի հատ չես արի, 3 հատ։ Ամեն մեկը 30,000 դրամ ասավ։ Որովհետև մարդին տակն էր գցեմ հետիոտնի հետ անցորդի վրա։ Հոծգից անցկացար, դվայնոյի հոծգից էին կուրը, կարմրի տակովի անցկացար, ասա բայց հոպար մի հատ պիտի գրեմ։ Աս տղա ջան ասի ուզում ես 3 գրի, չի ասա մի հատ պիտի գրեմ, ասա մեզ մարդես մի հատ պիտի գրեմ, դե ասի գրի։ Կայնել եմ սենց, մեկ էլ հանեց այս թուղթը որ գրում է, մեկ է կողքից մի հատ կապիտան դուս եկավ, մի 40 տարեկանի մոդիկ, մեկ եկավ սենց ասավ լա սպասի, դե նա կայնեց իր ղեկավարն էր, ասավ հոպար, դու Ենոքի հերը չես, ձեն չանեցի։ Մեկ ընդյան, հոպար ասավ դու մեր Ենոքի հերը չես, էլի ձեն չանեցի, ասի այդ տղա ջան, սխալ եմ արե գրի, խտերը վեկալավ, թե հոպար ցավը տանեմ, ասավ մենակ զգուշ քշելի աղբոր պես գնա։ Հենց նստեցի, մեկ է Սուրբ Հոգին ասավ, արտակ քեզ ճանաչեցին թե Ենոքին։ Ժողովուրդ ջան, մեզ համար իրանք սաղ կյանքները երեխա են, բայց իրանք ընկերներ ունեն, շրջապատ ունեն, մարդ են, հասկացողություն ունեն, հարգեք իրանց։ Սուրբ Գիրքը ասում է, ծնողներ, մի վհատվացնեք ձեր որդիներին։ Դառը մեկը լի։ Իսկ որդիներն էլ, որ ուզում են երկար տարիների կյանք ունենան, ասում է որդիներ, հնազանդվեք ձեր ծնողներին, որ ձեր կյանքի օրերը երկարի։ Թող Տերը օրհնի, Տերը փառավորվի, ամեն։ Հիմա մի հատ կերքենք եւ այդ ընթացքն բոլոր անցած տարվա եւ այս տարվա ծնված մեր ժողովրդի երեխեքը, որ ստեղ են, ում որ չեն կնծայել, թող զույգերով առաջ գան, երեխեքով առաջ գան ստեղ, իրանց աղոթենք, այս նոր տարին հանձնենք նոր նորոգությամբ, նոր զորությամբ, ասեմ ձեր ժողովուրդ ջան, իրինան տոլմա չի փթաթես, որ խուր ասյակիր է,
տահելա տանը տոլմա պտատելու, մի քիչ շուշուր ժաժար էլի թե։ Աստեղ ես ասաչան։ Լավ չար է տոլմեները հիմա։ Ժողովուրդ ջան, ինչ է նշանակում ընծայել։ Մենք սրա կարևորությունը կարողա չենք հասկանում, բայց երեխեն ընծայել այսինքն տալ Աստծուն։ Այսինքն այդ երեխեն տիապրի, աճի, մեծանա, շատ ժամանակ մենք իր հետ չենք կլելու, իր հետ էլ չենք կլեմ, մենք կարող է իրանցքի չիմանանք էլ, ամիսներով երեսներն է չտենանք, տեղներն է չիմանանք, բայց Աստված նրա հետ ամեն օր։ Մենք հանձնում ենք Տիրոջ պահապան ձեռքերի մեջ, որ Տերը այդ մանուկների մինչև իրանց կյանքի վերջ, այս երկրավոր ինչքան պիտի ապրեն, Տերը իրանց պահի, Տերը իրանց պահպանի, Տերը իրանց պահապան է, որ Տերը նրանց հետ լինի, նրանց զորացնի, աճեցնի, վերջում էլ հասցնեն հավիտենական փառքին, որ պատրաստել է իր սուրբերի համար։ Թող Տերը փառավորվի, երգենք։